Աշխատանքային парքի քաղաք Քաջարանը նոր-օրի գունազարդվում է, քաղաքի մուտքից սկսած անմիջապես աչքի են զարնվում բարձրահարկ բնակելիները, մեծ պատկերներով կենդանիներ, թռչուններ, բույսեր։ Գունառատ դարձած հանքագործների քաղաքում այս հարցում կարծիքները տարբեր են։ Այս մեկը օրինակ անձամբ իմ աչքի գրողն է։ Ինքն էլ քաղաքի ամենակենտրոնական մասում։ Չես հասկանում ինչ նկարը։ Արջը, այո, արջը կարելի ասած քաղաքի սիմվոլը լինի ոնց որ թե շատ սիրուն է։ Նորից եմ ասում էլի, սա պիտի մանկապարտեզի պատի վրա նկարեին, որ երեխաները ուրախանային, դոմիկը։ Արջին ես որ բալկոնից տեսնում եմ հիանում, բայց սա չէ։ Արջն եմ տեսնում, էլի հիանում։ Օրինակ եմ վերևի փողոցում ծաղիկները սիրուն նկարել են, նա էլ է գեղեցիկ է։ Քաղաքաշինության բաժնի պետ Սարգիս Խաչատրյանը հակադարձում է ավագ սերնդին, վստահեցնելով մեծ մասին դուր է գալիս ամեն օր աշխատանքի գնալիս, անձամբ է հետևում նկարազարդման գործընթացին, լսում բնակիչների կարծիքները։ Բնականաբար կան մարդիկ, կան տարբեր կարծիքներ, որոշներին դուր է եկել, որոշներին, բայց անկեղծ ասեմ, մեծամասնության մոտ միայն դրական պատասխան է։ Լավ է, էլի որ նկարել են, գեղեցկացնում է ավելի շատ Քաջարան։ Գույները շատ էին Քաջարանում, բայց հիմա ավելի շատացան։ Սենց ավելի է գեղեցկացնում Քաջարանը։ Ավելի շատ գունեղ քաղաք լինի, հա։ Բոլորին է երևի ուրախացնում սենց միջավայրը։ Արջի նկարը, արծիվի բանի նկարը գեղեցկացեց մեր քաղաքը։ Արջն ոնց որ մեր քաղաքի խորհրդանիշը լինի։ Ավելի լավ է, որ Քաջարան սարքում են խաղահրապարակներ, երեխաներին ավելի շատ են բան խաղալու հնարավորություն, որ չգնանք ուրիշ տեղ խաղ անենք, հենց մեր քաղաքում լինենք։ Բնակիչների մեծ մասին արջերի ու արծվի պատկերներն են հիացրել։ Կապանցի գեղանկարիչ Արման Ասատրյանն է հեղինակը։ Առաջարկը հավանության արժանացրին համայնքի ղեկավարն ու աշխատակազմը, ինքն էլ մեծ սիրով սկսեց հսկայածավալ այս գործը։ Մեկ պատկերը ավարտին հասցնելու համար մոտ 50 լիտր ներք է պահանջվում։ Քաջարանի սիմվոլիկան այդ արջն է, քանի որ մտածեցինք այդ ավելի մուտքի դիմաց ավելի նպատակահարմար կլինի գեղեցիկ այդ նկարը լինի քաղաքում։ Իսկ արծիվով։ Արծիվը քանի որ հաղթանակի եւ ուժի խորհրդանիշն է, նպատակահարմար գտանք շենքերից մեկում էլ այդ նկարը։ Մեծ մասշտաբի ասենք նկարների մեջ իր բարդություն ունի բնականաբար։ Դե ես ինչ-որ ճիշտն եմ մի քիչ փորձ ունեմ այդ մեծ մասշտաբի նկարները նկարելու, քանի որ երկար տարիներ աշխատել եմ Կապանի դրամատիկական թատրոնում որպես բեմադրիչ, մարդիկ դրական պոզիտիվ էներգիա են ստանում եւ դա մեծ բավականություն է, որ տեսնում ես բոլոր բնակության համարյա բոլորը դրական արձագանք ստացանք։ Ներկերը իրանք ձեռք են բերել շատ բարձր որակի ներկեր ու այդ Word-ից որ վերցել ենք, նրանք էլ են ասել, որ ամենակիչը 10 տարի ինքը իր բունային տեսքը պահել է։ Քաղաքի պատկերազարդման գործում իրենց բաժին ունեն նաև Հայկն ու պատանի գեղանկարիչ Ռաֆայելը, վերջինիս համար սա լուրջ փորձ էր։ Մոտ 100 մետր երկարությամբ ձգվող հենապատի արտաքին տեսքը իր ձեռքի գործն է։ Սկսել եմ հոկտեմբերին, վերջացրել դեկտեմբերին, մոտ 2 ամիս եմ աշխատել։ Քաջարան եմ սովորել Կապան, ցանկություններ ունեմ դեռ հետագայում սովորել Երևանի Գեղարվեստի պետական ակադեմիայում։ Երբ համայնքի հրավերով մայրաքաղաքից ճարտարապետներ ժամանեցին նախագծելու հերթական քաղաքաշինական ծրագիրը, այդ ժամանակ էլ միտք ծնվեց քաղաքի անհրապույր ու գորշ հատվածները գունազարդել ու տրամադրություն հաղորդել։ Հայկական եւ արտասահմանյան մուլտհերոսների պատկերները անտարբեր չեն թողնում ոչ մի երեխայի։ Եթե գնանք մեր այդ մանկական նկարազարդումները, որտեղ որ հիմա աշխատանքները շարունակվում են, դուք մենակ տեսնեք երեխաները ինչ ձևի են գալիս, նույնիսկ նկարչին են խանգարում, չեն թողում իր աշխատանքը այն ուզած ձևով կատարի, գալիս իրաց մտահղացումներն են ասում։ Քաջարանի համայնքապետարանի աշխատանքային խմբով են որոշում թեմատիկան ու նկարների տեղադիրքը, բնակիչների հետ նախապես խոսում են, կարծիքներով փոխանակվում, նոր գործի անցնում, շեշտում է Սարգիս Խաչատրյանը։ Օրինակ ֆրանսիական պատվիրակությանը ընդունելուց առաջ ընդամենը 2 օրում են գրադարանի հարակից պատին ստացել ընթերցասեր աղջկա պատկերը։ Հյուրերը հիացել էին, ծրագիրը շարունակական կլինի։ Ֆինանսավորումն ու միջոցառումը տեղի ունեցել համայնքապետարան ԶՊՄԿ։ Իսկ առջևում Քաջարանի բարեկարգման մեծածավալ աշխատանքներն են, շուտով երգող շատրվաններ կունենան մանկական զբոսայգի նոր կարուսելներով։ Մնում է սուբվենցիոն ծրագրերը հաստատվեն, որ Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի եւ համայնքի միջոցների համաներդրմամբ գործի անցնեն։